թե ուշ գնալու է, իսկ իրենք մնալու են, մեզ հասարակությունում շարունակելու են ապրեն ու պիտի պատասխանատվության կրեն իրենց ասածների ու արածների համար։ Չեն մտածում։ Հետո գիտեք, օրինակ այդ Դավիթ Մինասյանի համար ասում են ձեռքա բարձրացրել վարչապետի օրինական իշխանության։ Հա, պատկերացնում եք, ասենք, այդ ստրկամտությունը, որ եղելությունը նայեն եւ տեսնեն, որ վարչապետը նրա ախրանան պետք է նախապես զգուշացնի, որ մարդիկ իմանան եւ այլ, այսինքն որ եւ այդ սովետականը, գիտեք, եւ ընդհանրապես ես միշտ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սովետական կարգերի հատուկ կրող այդ արժեքներն է կրում եւ ասենք որ Ռուսաստան ոնց է կոչվում են Ռուսաստան-Բելարուս միութենական պետությունը, ասենք ինքը այդտեղ լավ նախագահ բան կլիներ կամ վարչապետ կլիներ հաստատ, որտեվ ինքը հենց այդ կրողն է ու այդ կան այդ մարդիկ մեր հասարակության մեջ, բայց ամենաշատ ինձ համար ամենաահավորը այդ որ գիտակցված իրանք բան են անում այդ կնոջը, որ խախտել է օրենքը, դա ուրեմն այդ օրենքը ավելի թանկա քան այդ նորածիները, խան, ընտրակաշարք տալու, որը չի ապացուցվել գոյություն իրանք արդեն, ասենց օրենքին մեռած մարդիկ են, դու մի ասա։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։